Ողջույն բարեկամներ, Բուն TV-ի եթերում կրկին գրաքաղաքական ոդքասթն է, ձեզ հետ ինչպես միշտ ես եմ, գրականագետ Թագուհի Ղազարյանս եւ գրող Հայկ Հովյանը։ Ողջույն Հայկ։ Ողջույն Թագուհի։ Այսօր մենք խոսելու ենք Ռաֆուց ընտրել ենք Խենթը վեպը, պատմավեպը, վեպը եւ ըստ էության վեպ պատմական իրադարձությունների մասին, այսինքն եւ պատմական համատեքստ կա եւ վիպական շատ գրական միջավայր։ Եվ երևի սյուժեն դու սկսես պատմել։ Հա, սյուժեից առաջ երևի կարելի է մի քիչ այս պատմական համատեքստից խոսալ։ Մեր ոդքասթի առաջի թողարկումը Աբովյանի մասին էր։ Խենթը գրվել է Աբովյանի վերք Հայաստանից երևի մի 40, հա, տարի հետո, մոտավորապես 40 տարի հետո, բայց եթե չէ, հա 41 թվականին է գրել, այդ մի բայց լույս տեսնելուց 23 տարի հետո է գրվել էլի Աբովյանի վերքից։ Սա ինչի համար եմ ասում, որպեսզի մենք այդ տարբերությունն էլ հա փորձենք հասկանանք, թե լեզուն ինչ փոփոխություն է կրել Աբովյանից հետո, այդ ոնց որ մոտակա 30-40 տարվա ընթացքում որտեղ է եկել հասել հայերեն լեզուն, գրական լեզուն ու կարծիքով այ Խենթը արդեն շատ մոտ է այն հայերենին, ինչով որ մենք ենք գրում։ Խենթը մեզ ավելի շատ է մոտ, քան Աբովյանին, բայց դա պետքա բան անել, էլի, այնուամենայնիվ այդ դեպքում նորից վերադառնալ Աբովյանին ու ասել, որ այն լեզուն, որով Ռաֆին գրում է, շատ մամուլի լեզուն, արդեն իսկ կամ նամակագրության, օրագրության, առօրյական լեզուն արդեն իսկ շատ մոտ է Ռաֆուն։ Աբովյանը դիտավորյալ է ընտրել քանաքեր բարբար, ոչ թե որտեվ ուրիշ լեզու չկար, այլ որովհետև ինքը ուներ հավանաբար գիտելիք, որ վեպերը, առաջին վեպերը գրվել են տեղական բարբարներով ու ինքը այդ համաշխարհային մշակույթի մեջ է գրում, բայց հա լեզուն Խենթը մեզ ավելի մոտ է, քան Աբովյանի։ Հա, իսկ պատմական համատեքստը մի հատ փորձենք հասկանանք, թե այս վեպը ինչ պատմական համատեքստում է գրվել, արդեն մեր այսօրվա Հայաստանը, հա, արևելյան Հայաստանը, Ռուսահայաստան էր, ռուսներն արդեն բավական տևական ժամանակ 27-28 թվից հետո, արդեն մոտավորապես 60 տարի ռուսական կայսրության մաս էր այսօրվա մեր Հայաստանը, արևելյան Հայաստանը, իսկ արևմտյան Հայաստանը, որտեղ որ Բայազեթում կոնկրետ տեղի ունենում վեպի գործողությունները, դա արևմտյան Հայաստանն էր, Օսմանյան կայսրության մի հատված, Օսմանյան կայսրությունում այդ ժամանակահատվածում տեղի էին ունենում այդ փլուզման գործընթացները, արևմուտքում այդ բալկանյան թերակղզում թեժ պատերազմներ էր եւ արևելյան ծայրում Օսմանյան կայսրության արդեն հայերը մտածում էին անկախական շարժումների, այդ ազատական պայքարի մասին, Դենց մտքեր, հա, անկախական էր թե ինչ։ Դե համենայն դեպս, հա, որտեվ ամեն դեպքում ռուսական կայսրությանը աջակցություն։ Ինչ ազատագրական, հա, ասա։ Այս պատմությունը այն մասին է, որ քանի որ բանի։ Այսօր ոնց հասկանում շատ քաղաքական ենք մենք խոսալու։ Հա, իրականում ես մտածում եմ, որ հակաճառ է։ Ես մտածում եմ, որ պետք է սյուժեն այնուամենայնիվ ես պատմեի, որտեվ ամեն դեպքում համատեքստին ես վերադառնում, այդ պատմությունը այն մասին է, եթե համատեքստի մասին խոսենք, որ մի 50 տարի առաջ արդեն տեղի էր ունեցել Պարսկական կայսրության հայաբնակ հատվածի անցում ռուսական կայսրության հովանու ներքո եւ մտադրություն կար, միտք կար, բան կար, մտահղացում կար, որ ավելի լավ կլինի թուրքական կայսրության հայաբնակ հատվածներն էլ անցնեն ռուսական կայսրության հովանու ներքո եւ լինեն ռուսական կայսրության մաս, որով այդ ազատագրականը մի քիչ չափազանցված բառ է այս բառագայում, որտեղ իրանք ռուս-թուրքական պատերազմի բանն էին, չէ՞, ուզում մտնեին այդ թեմայի մեջ։ Ես ասացի այն մեյնստրիմ ձևակերպումը, որով որ մեզ հրամցվում է պատմական այդ ժամանակահատվածի բովանդակությունը։ Այդպիսի մի ժամանակաշրջանի մասին է պատմությունը վեպի, որտեղ Բայազեթը արդեն պաշարված է, գրքի գլխավոր հերոսը Խենթը Վարդան անունով, որը որ իմիջայլոց իրական կերպարի հիման վրա գրված համենայնպես այդպես է տարածված, որ այ Խենթը իրական մարդ էր, սպա ռուսական ցարական բանակի Վարդան անունով
ու Վարդանը Խենթը Բայազետի պաշարված ամրոցից իր վրա է վերցնում պատասխանատվությունը, որպեսի ճեղքի քրդերի այդ հարցակման գիծը եւ անցնի գնա հայտնի Երևանի Կայազորի հրամանատար Տեր Ղուկասովին, որպեսի օգնություն գա դեպի Բայազետ։ Եվ այդ ընթացքում Ռաֆին սկսում է պատմել նախապատմությունը Վարդանի, թե ինչպես է նա հայտնվել Բայազետի բերդում եւ այլն, ու պատմում է մի գյուղի պատմություն, Ալաշկերտի գյուղերից մեկը, որի անունը չի տալիս, Օ գյուղը, Ալաշկերտի գյուղերից մեկի պատմությունը, որտեղ մի Խաչո անունով հայ մեծահարուստ ասենք թե տանուտեր, գյուղապետ, որը ունի 6 թե 5 7 7-րդը դե լալան էր։ 6 տղա եւ 1 աղջիկ, Վարդանը բազմաթիվ անգամներ դրանց տանը հյուրընկալվում է ու այդ Խաչոյի ընտանիքը մի գաղտնիք ունի, նրանց փոքր զավակը Ստեփանիկը իրականում աղջիկ է, որին փորձում են ապահովագրեն այդ հարևան քուրդ ցեղերի աչք դնելուց sense ասած, բայց շատերը գիտեն այն մասին, որ Ստեփանիկը աղջիկա Լալա անունով, նրա վրա աչք կա դրած եւ հարևան քուրդ ցեղերից մեկի առաջնորդը եւ մի պոլսահայ մեծահարուստ հայ Թոմաս Էֆենդին, որը նույնպես ցանկանում է հարկահավաքը, որը ցանկանում է նույնպես կնության առնել, ասել, որ ինքը Օսմանյան կայսրության չինովնիկ էր ազգությամբ հայ, եւ էլի ամեն դեպքում Օսմանյան կայսրության աշխատող էր ու ազգությունը ստեղ արդեն կապ չունի, էլի ինքը շատ հետաքրքիր կերպար է, այդտեղ շատ դինամիկ կերպ բան է, երբեմն արհեստական է, երկուսն էլ արհեստական են իմ կարծիքով, այդ իրանց սիրահարության մեջ բան վերափոխվելու բանի այդ բան լինելը եւ իհարկե Վարդանը։ Եվ Վարդանն է սիրահարված նույնպես Ստեփանիկ Լալա աղջկան, որը որ փոխադարձ զգացմունքներ է տածում Վարդանի նկատմամբ։ Եվ վեպի իրադարձությունների ընթացքում Օ գյուղ է գալիս նաև պոլսահայ մի այլ երիտասարդ, որը տարված է, չգիտեմ դու անուն ինչ կդնես, բայց ասենք այդ ազատագրական գաղափարներով Սալման է նկատի ունես։ Այո։ Նա խոսում է, որ պետք է դպրոցներ հիմնել, ապստամբություն կազմակերպել, զենք փորձել բերել Պարսկաստանից, մի խոսքով նախապատրաստական աշխատանքներ, որովհետև շուտով պատերազմ է լինելու ռուսների ու թուրքերի մեջ, ճիշտ կլինի, որ հայերը օգտվեն այդ հանգամանքից։ Թոմաս Էֆենդին իմանալով նաև այդ համատեքստը, այսպես ասած վաճառում է այդ ինֆորմացիան թուրքերին, որոնք գալիս են տանուտեր Խաչոյի տանից բռնում են եւ այդ երիտասարդին Պոլսից եկած, եւ Վարդանին, եւ Խաչոյին, եւ նրա որդիներին, այսինքն բոլորին մեղադրում են ինչ որ դավաճանության մեջ, բոլորին բանտարկում են, տանում են, Լալան փախնում է իր մեծ եղբոր կնոջ հետ, Սամանն անցնում գալիս են արդեն Էջմիածին, որտեղ եւ Լալան վերջում սովից մահանում է եւ Վարդանը այդ Բայազետից փորձում է գալիս է Երևան նրա համար, որպեսի կարողանա Լալայի հետքը գտնել, վերջում իմանում է, որ Լալան մահացել է եւ գիրքը ավարտվում է Վարդանի երազով, որտեղ նա այդպես ասած պատկերացնում է ապագա Հայաստանը իր պատկերացմամբ 200 տարի անց, հա, ինչ որ սոցիալիստական սոուսով, այդպես որ ինչ որ համայն գոյություն ունի, ոնց շատ պայծառ երազ է տեսնում։ Երազի մասին առանձին կխոսանք, թե ոնց է պատկերացնում 200 տարի անց Հայաստանը, որը չի եկել։ Այսքանով ամփոփենք, որտեվ ինչքան խոսանք, այնքան կխոսանք, թող ժամանակ մնա վստահ եմ, որ սյուժեի պատկերացումների մասին խոսալու մարդկանց ծանոթ է, ես մի քանի բան կուզենայի ավելացնել ընթացիկ ասվածներին, կերպարների մասին, դե կարևոր է նշել երևի, որ Վարդանը վեպում կանտրաբանդիստ է, այսինքն մաքսանենգ է եւ ռուսահպատակ Ռուսաստանցի այդ թվում էլի իրան անվանելիս այդ մարդուն նկարագրելիս ասում են ռուսաստանցի կանտրաբանդիստ, այսինքն բան քաղաքացիությամբ ռուս եւ զենք արաբելեն Հայաստանից տեղից, հա, որտեվ արդեն Երևանյան մարզը կա Ռուսաստանի, իրան չեն ասում հայ,
իր մասին պատմելիս ասում է ռուսաստանցի Վարդանը, կարող է հայել կա, բայց այդ շատ աչք ծակում Սալմանը Պոլսեցի էր, որը Եվրոպայում էր սովորել լուսավորչական գաղափարներով, կրթությամբ փոխել աշխարհը եւ այլն ու դա ինքը շատ հետաքրքիր կերպար է, ինքը բան էլի չի ճանաչում տեղը, մարդկանց կարիքները, կարծիքները եւ այլն այս կարևոր է երևի թե նշել ու երևի անցնենք թեմաներին, որոնք քեզ են հետաքրքրել, ես էլ ընթացքում կասեմ ինձ ինչն է շատ հետաքրքիր։ Թոմաս Էֆենդիի մասին էլ կարանք ասենք, ինքն էլ է բավականին հետաքրքիր կերպար, ազգությամբ հայ, Օսմանյան կայսրության չինովնիկ, որը տենց փորձում է հայերին օգտագործի իր անձնական կարիքների հարստանալու եւ այլնի համար, միևնույն ժամանակ այդ կայսրության չինովնիկ լինելը նաև օգտագործում է թուրքերի վրա ինչ որ բան վաճառելու վրա, այսպես ասած, նու գրքում ներկայացում է տենց բավական խորամանկ կերպար, ճարպիկ, բայց բացասական, հա։ Սիրո ձեռը կրակն է անգամ։ Կնասեր, այսպիսի մի կերպար է, նու այսպես դավաճան վատ հայի մի մարմնացում է, էլի, հա։ Ոչ, ասում է դու թուրք չես, դու հայ ես։ Տենց ինչ մի հատ տող կա իր մասին։ Սա ամենավատն է, որ դու հայ ես։ Սենց ինչ որ բան է։ Ինքնախարազանման մի հատ բան ունի, ցիկլ ունի, որ մանավանդ Սալմանի բանում խոսքերում կերպարի մեջ շատ կա այն, որ աշխարհի ամենավատ բանն է, այդ համբերությունը, ոչխարային հնազան, ոչխար հավ, չգիտեմ, ինչ ասես, ասում է բանի։ Այդ շատ հետաքրքիր բան է, ինքը անընդհատ ժողովրդին ինչ որ էշ ու անասուն է ասում, ամբողջ պատմության ընթացքում ինքը վիրավորում է ժողովրդին, ասում է այս էշերը ոչ մի բան չեն հասկանում, ինչի եք իրանց ընդհանրապես բանի տեղ դնում խորը անասունի տեղ դրած է էլի ինքը ընդհանրապես հայ ժողովրդին ու անգամ իր հա էլի տենց ավարտվում է ինչ որ մի հատ տենց մի տենց տողով, հա էլի էշերի մասին, իսկ ինքը միջև իր կյանքի վերջը, միջև իր մահանալը ժողովրդին տենց համարում է հիմար, տգե, տեշ, տենց ինչ որ վիրավորական մագդիրներ է կպցնում Իսկ ինչ վերաբերում է հետաքրքիր իմ համար, հա, հետաքրքիր մասերին, ինձ առավել հետաքրքրեց գրքից մի հատված, որի մասին ես կուզենամ մի քիչ ծավալվենք ու խոսանք, դա հենց այդ պատմական համատեքստի շուրջ է ու երևի թե այս գրքի այդ քաղաքական կոնտեքստի ամենաառանցքային մասերից մեկը։ Հա, մենք երևի մոռացանք նշենք, որ գիրքը 81 թվին է գրվել, այսինքն այդ 77-70 թվի պատերազմից ընդհանրապես տարիներ անց եւ 200 տարի հետոյի մասին եթե խոսելու ենք նաեւ նշենք որ դեռ չի անցել, դեռ չի եկել Վարդանի երազի օրերը մարդես կարողանում բանել։ Որպես այդպեսին ցեղասպանությունը համարյա բան չէր մնացել 15 թվի ցեղասպանությունը։ Սա ես կկարդամ մի հատված, որտեղ այդ Պոլսից եկած կիրթ երիտասարդը, հա, որը թաքնված է Դուդուկջան ազգանվան տակ, բայց նրա իրական ազգանունը Սալման է։ Նա խոսում է ու փորձում է Վարդանին եւ Խաչոյի մյուս որդիներին համոզել, որ այ process-ներ են տեղի ունենում Օսմանյան կայսրությունում եւ մենք պետք է անպայմանորեն դրանից օգտվենք։ Հիմա կարդամ այդ հատվածը։ Թուրքիան շատ լավ է հասկացել, եթե նա մի օր կզրկվի իր եվրոպական ու ասիական նահանգներից, այդ կորստի պատճառը լինելու են տեղային քրիստոնյա ազգաբնակչությունները։ Նա հասկացել է, որ քրիստոնյա հպատակների գոյությունը իր պետության մեջ ամեն անգամ պետք է առիթ տա քրիստոնյա թագավորներին միջամտելու Թուրքիայի գործերի մեջ եւ բարձրացնել նոր արևելյան հարց։ Իր նահանգները չկորցնելու համար, քրիստոնյա թագավորների միջամտությունից ազատելու համար թուրքը ստիպված է ոչնչացնել քրիստոնյաներին։ Քրիստոնյաների պատճառով նա իր եվրոպական նահանգներից շատերը կորցրեց եւ մնացածը կորցնելու վրա է։ Իր ասիական երկրներից իր ամբողջությունը պահպանել է միայն փոքր Ասիան։ Այստեղ գլխավոր քրիստոնյա ազգությունը, որը սպառնում է պետության այդ մասնի անջատմանն են, հայերն են։ Ուրեմն եվրոպական տերությունների ձայնը կտրելու համար պետք է ցույց տալ նրանց, որ Հայաստանում հայ չկա։ Այդ սպանության գործի մեջ Թուրքիան ընտրել է ամենահարմար դահիճներին՝ քրդերին եւ չերքեզներին։ Այս կտորը ինձ շատ տենց հուզեց սենց ասած, որտեվ մեր քաղաքական խոսույթում այս թեման անընդհատ պտտվում է։ Այ ցեղասպանությունը կլիներ թե չէր լինի, եթե մենք ուրիշ քաղաքական
ընտրություն կատարենք կամ այլ դիրքորոշում ունենանք, ասենց մանավանդ հիմա նորից ակտիվացել են այդ տիպի խոսակցությունները ու ոնց որ նշեցի, սա ցեղասպանությունից քանի արդեն 20 տարի, հա, 30 տարի առաջ էր այս գիրքը գրվել, այսինքն այս խոսակցությունները, որ թուրքերը պատրաստվում են հայերից ազատվել, արդեն ցեղասպանությունից մի 30 տարի առաջ խոսվում էր այս մասին, ոնց որ նշեցինք համատեքստն արդեն բալկանյան թերակղզում այդ իր Ռաֆո ասած քրիստոնյա թագավորները նպաստել էին նրան, որպեսզի սերբերը, բուլղարները եւ այլն անկախություն ձեռք բերեին, իսկ արևելյան ծայրում Օսմանյան կայսրության ամենամեծականակ քրիստոնյա ժողովուրդը հայերն էին ու տրամաբանական էր թվում, որ եւ հայերը պետք է այդ մասին մտածեին եւ թուրքերն իրանց հերթին փորձեին ինչ որ քայլեր ձեռնարկել, որպեսզի թույլ չտային այդ մասնատումը։ Եթե զուգահեռների մասին խոսանք, մեր այսօրվա խոսույթում շատ կա այդ ձևակերպումը, որ թուրքերը ցեղասպանազգ են, իրանք մի քանի անգամ մեզ կոտորել են կամ մի անգամ բնաջնջել են, ու իրանք անընդհատ հա փորձելու են դա անընդհատ անել, փորձելու են դա անընդհատ կրկնել, չի կարելի թուրքերին վստահել, իրանք այդպես գենետիկորեն մեր հանդեպ անհանդուրժող են ու թվում է թե այս տողերը Ռաֆու փաստում են այդ մասին, որ մենք ինչ էլ անենք, մենք ինչ պահվածք էլ ցուցաբերենք, մեկ է, որպեսի արտաքին ազդեցությունից ապահովագրի Օսմանյան կայսրությունն իրեն հայերից պետք է ազատվեր։ Բայց ես ուրիշ կողմից փորձեմ, ուրիշ դիտանկյունից փորձեմ հարցին նայել, հա, մենք այսօր ունենք անկախ պետություն, որը որ արդեն ոչ Օսմանյան, ոչ Թուրքիային, այսօրվա Թուրքիային ոչ մի օրգանական կապ ու կապվածություն չունի։ Երբ որ մենք խոսում ենք այն բանի մասին, թե ինչի պիտի թուրքերը մեզ չցեղասպանեն, արգումենտներից մեկն էլ հենց դա է, որ հիմա մենք ունենք անկախ պետություն ու շատ ավելի բարձր սեպարատիզմով դժվար բան է, սպառնալիք ունենա։ Ու տենց սեպարատիզմի սպառնալիք չունենք մեր հարևան տերություններից որևէ մեկի հանդեպ։ Ու հենց Ռաֆու խոսքերն էլ ամրապնդում են այդ տեսանկյունը։ Եթե դու սեպարատիստական ու պահանջատիրական անչունես հարևանից եւ երրորդ երկրները դա չեն օգտագործում ճնշում գործադրելու վրա այդ մյուս պետությանը, հավանականությունը քո կոտորվելու կամ ցեղասպանության ենթարկվելու բավականին նվազում է, որտեղ ստե խնդիրը ոչ թե հայ լինելն էր, ոնց որ Ռաֆին է գրում, այլ խնդիրն էր, որ թուրքերը այ քրիստոնյա ազգաբնակչությունը դիտում էին որպես գործիք ասած քրիստոնյա թագավորների ձեռքին, որպեսզի ճնշում գործադրեն Օսմանյան կայսրության վրա։ Նույնն էլ հիմա, եթե մենք գործիք դառնանք այլ տերությունների ձեռքին ինչ որ ձևով ճնշում գործադրելու վրա Թուրքիայի վրա, դա մեր համար սկսում է ռիսկեր ավելացնել։ Ես այս համեմատականը կուզեի տանեի գրքի քաղաքական մասի ու պատմական համատեքստի հետ ու քո կարծիքը կուզեի լսել սրա մասին։ Հետաքրքիր դիտանկյուն է, այդ առումով այդ հատվածը ոնց որ այդ առումով շատ չեմ մտածել եւ վերամտածել, ոնց որ հավելյալ մտածել բառը թես տալիս, բայց ես կուզեի մի քիչ ոնց որ այս կողքի փոքր բաների մասին, հա, խոսեմ։ Նախ ինձ շատ հետաքրքիր է եղել այս գրքի ընթերցման ժամանակ, որ հայերի թշնամիները քրդերն են, ոչ թե թուրքերը։ Այսինքն ինքան բանը քուրդ բառը շատ ավելի հաճախ է լսում, այսինքն մեծ բանանողը, մեծ մնացողները քրդերն են։ Ինչպես Աբովյանի մոդել, թուրքերը որպես այդպեսին բացառությամբ այստեղ որտեղ ինքը Թուրքիային ներկայացնում է որպես պետություն, իսկ որպես մարդիկ, հա, խմբեր, բանի, էթնիկ խմբեր, ազգություններ, հայերը քրդերի հետ կոնֆլիկտ ունեն։ Ինձ շատ հետաքրքիր է այն, որ ինքը քրիստոնեությանը մեղադրում է բանի, խեղճության եւ դե շատ հակաեկեղեցական, երբեմն
քրիստոնեությանը դատապարտող տեքստ է, էլ ասենք, որ ով չկարդաց է բանը ունենա, այդ պատրաստվածությունը ունենա, ու բանը անում, ասում է, որ քրդերին նայեք իրանց զենքը, իրանց մարմնի մասն է, իրանք ազատ են, ազատ անվանում քրդերին, ասում ազատ երկրի, ազատ զավակ, չէ, քրդուհուն նայելիս։ Եվ բնականաբար ինքը տեսնում է, որ քրդերը կունենան պետություն, որտեղ իրանք ազատ են բանով, իրանց մշակույթով, առօրյայով։ Սխալվում է, բայց էլի։ Եվ ոչ միայն մեր դեպքում ասում է, որ մենք ոնց որ շանս չունենք, էլի, այս խեղճությամբ ունենալ պետություն, այլ մի հատ ուրիշ ազգի էլ է, ասում հрьяաները ասում 2000 տարի համբերեցին, ինչ արդյունք ունեցան, մի 2000 տարի էլ կհամբերեն ու ասում է ոնց որ այդ խեղճությունը քրիստոնեական ոչ մի արդյունք չի տալու, արդյունք տալու է այս քրդական ըմբոստությունը։ Ես սրա վերաբերյալ բան չունեմ, վերդիկտներ չունեմ, գրեր չունեմ, թե ինչա տեղի ունեցել, բայց ուզում եմ էլի բանը Ռաֆուն հանդիպել եւ պատմել այդ մասին, որ ոնց որ ամբողջությամբ հակառակն ա եղել, որտեվ դրանից հետո թե հрьяաները, թե հայերը ունեն իրանց անկախ 200 տարի չի անցել, բայց քրդերը չունեցան։ 200 տարին է շատ հետաքրքիր մեծ երկարաժամկետություն է, էլի, ես հիշում եմ սրանից երևի, չգիտեմ, առաջի անգամ ես գրք կարդացեմ մի 20 տարի առաջ, երևի մի 20 տարի հետո էլի կկարդամ դեռևս 200 տարին անցած բայց այդ իր ժամկետայնությունը շատ մեծ ժամանակ է, էլի վերջում կյանքի ռիթմի, ժամանակի ռիթմի մասին ընկալում է, էլի փոխանցում, որտեղ այդ իր պատկեր նկարագրածը կարող է բաներ, էլի մի քան տասնյակ տարի հետո արդեն իրողություններ եւ Սալմանի մասին իմ ուշադրությունն էլ է էլի գրավել ինքը իր կերպարը, ինքը գալիս է գյուղում դպրոց արքի եւ իր մեծ իղձը ընդ որում որ 200 տարի հետո երազներում տեսնում է կանաց կրթությունն է։ Այդ ծխական դպրոցներում կանայք չէին կարող կրթվել, որտեղ եկեղեցական դպրոցներ էին, իսկ եկեղեցին տղամարդկանց համար էր ու անդադ ասում են, կինը սովորում է ինչ անի, հովարդապետ չի դառնալ, տառեր սովորում է ինչ անի, ընդ որում երազում ինքը տեսնում է այդ մեծ իղձը, որ կան աղջիկները եւ տղաները միասին են դպրոց գնում, որ կանայք բարձրագույն կրթություն ստանալու, ակադեմիական կրթություն ստանալու հնարավորություն ունեն, դա էլի երազանքը Վարդանի ու Սալմանը ոնց որ ուզում է դպրոց սարքի, ասում է ձեր երեխեքին անվճար կսովորացնեմ, բան, այս քահանաներից մեկը գնում է եկեղեցում քարոզի ժամանակ, ասում է որ Սալմանը ֆարմասոն է ու ընդ որում անհասկանալի է դա ինչ է, ինչ որ վախենալու բան է եւ բոլորիդ կսարքի բան, այդ ված բանից ու ինքը շատ նման է այդ բանին, էլի ժամանակակից սորոսականներին, ՀԿՇ-նիկներին, այսինքն բան էլի այդ ոնց որ ավելի քաղաքակրթված արժեքներ ա բերում ու բանալի, ներմուծի այս հասարակության մեջ, իսկ հասարակությունը տերտերին է լսում, քահանային է լսում, ընդ որում այդ Սիմոնը, տիրացու Սիմոնը շատ հետաքրքիր կերպար է, համ թուղթուգիրան անող է, համ գրված է, համ քահանա է, համ այդ եզին օրինակ բան է, աղոթում է վրան, համ աչքուլունք են կահում, ամեն ինչ տեղում է, այսինքն այդ փաթեթով կերպար է, ու բանը, որ քարոզում է, մարդիկ գալիս են այդ դպրոցի հիմքերը քանդում են կանայք եւ տղամարդիկ էլի այդ գյուղի եւ ասում են մի խոսքով էլի գնա մեզ սատանա կսարքես, այս գյուղից գնա ու Սալմանը մեծ հիասթափությամբ արձանագրում է, որ ինքը հայ ժողովրդին չի ճանաչում, Հայաստան աշխարհը չի ճանաչում, այստեղ մի հատ բան է Դրսը հայ է, էլի։ Ինքը շատ նման է այդ բանի հետ, միջազգային փորձագետի հայտնի անեկդոտը, վստահ չեմ, թե ժամանակ կա դա պատմելու, հետո քեզ կպատմեմ։ Ու ինքը ինչ է, ինքը մտածել է, որ Հայկի Տիգրանի բանի, այս մարդկանց Տիգրան մեծ հայտնահապետ նրանց նկատի ունեմ, տրթատ մեծ բան, պապ թագավոր իրանց մոտ է գալիս, եկել է տեսել է սովորական գյուղացիներին ու ինքը ցավով ինչ է արձանագրում։ Ասում է, մենք ամենևին նախապատրաստության հոգ չտարանք, որովհետև մեզ չէր հետաքրքրում իրական Հայաստանը իր սարսափելի թշվառություններով է։ Մենք շլացած էինք պատմական Հայաստանի անցյալ փառքով միայն։ Մենք այժմյան Հայաստանը ամենևին չէինք ճանաչում եւ ոչ էլ մտածում էինք ճանաչել։ Եվ այլն, էլ մենք ճանաչում էինք նրան պատմագիրներից, երևակայում էինք նրանց Տիգրաններ, Վարդաններ, Ներսես մեծեր, բայց եկանք տեսանք, որ այս գյուղացի մարդիկ են, ովքեր ոնց որ ապրել են ուզում, հանգիստ ապրել են ուզում եւ այդպես ըմբոստություն, բան, նույնիսկ լուսավորվել, քաղաքակրթվել, բան անել, այնքան որ քրտերը իրանց չանհանգստացնեն, էս են ուզում, ու ինքը մեծ հիասթափություն է իհարկե ապրում ու մտածում է, որ պետք է շատ դանդաղ լինի այդ փոփոխությունը, չի կարա ինքը իր լուսավորյալ եվրոպական գաղափարներով գա ու խցկվի այդ ժողովրդի մեջ, որտեղ այդ ժողովրդը իրան ուղղակի դուրս է շպրտում, որտեղ չի հասկանում, բանա ֆարմասոն է այս մարդը էլի։ Հանդերձ ծեծում են մի քանի անգամ գյուղացիները։ Հայինք ոնց որ եկել է ինչ ան, եկել է կրթություն տա այդ աղջիկներին, որովհետև ոնց որ
բան է, ափսոսում է էլի, այդ որ անկիրթ են մնում մարդիկ եւ իրանց ներուժը չեն օգտագործում իր պաստ ազատագրական պայքարի, ասենց ասենք, բայց ոնց որ այդ մարդիկ էլ ասում են ինչ ես ուզում մեզանից ոնց որ թող գնա Եվ այդ իրանց չհասկացվածությունը ազգի մասին տենց ինչ որ մի абստրակտ հասկացություն որպես պատկերացումը շատ բան է էլի տենց մի քիչ այդ էլիտար քաղաքական գործիչ, հասարակական գործիչ այս մարդկանց նման է ու իրանք ոնց որ այս խնդիրը վստահ չեմ թե մինչև վերջ հաղթահարվել է էլիտաների կողմից ընդ որում այս խոցույթը է մենք չենք ճանաչում իրական Հայաստանը մենք տարված ենք պատմական Հայաստանի գաղափարներով դրա համար մենք ցախողում ենք անընդհատ սա հիմա քաղաքական դոմինանտ խոսույթ է արձանագրենք որ 81 թվականին է Ռաֆին այս խնդիրը բանան էլի առաջին անգամ խոսում ես համենայն դեպս դրանից առաջ չեմ հիշում ու հետաքրքիր է գրքում այդ հայերի տեսակ ասեմ, ինչ ասեմ, մի քանի բան կա, հա, այդ ռուսահայաստանցիները, հա, արևելյան հայաստանցիները, որը Վարդան ներկայացուցիչ, հետո գրքի վերջում երբ որ ինքը գնում է Վաղարշապատ, ընդեղ էլ այդ արևելյան Հայաստանի մասին է սկսում խոսալ, ճիշտ է, Վաղարշապատի համատեքստում այդ եկեղեցական դասի հետաքրքիր է նաև որ տահագին բացասական համատեքստում է էլի ինքը այդ Վաղարշապատի այդ կրոնական համայնքը նկարագրում այնտեղ չհաստատված փաստեր կան որ նույնիսկ եկեղեցին Ռաֆուդի մահափորձ պատվիրել համենայն դեպս այդպես բաներ կային ժամանակին դեմ մահանալուց մի քանի ամիս առաջ իր դեմ մահափորձ ա եղել որտեղ ինքը իսկապես խիստ անողոք քննադատ է տողել կար հա եթե ուզում ես տերտերների այդ հարցերը լուծես պիտի ճանապարհ գտնես տերտերների սիրուհիների հետ ինչ որ իրանց միջոցով հա պիտի դատապարտման է բան կործանման է դատապարտված են ազգով հույսը դրել է տիրացուների եւ քահաների այսինքն ցենց բան է տենց տող ունի էլի հա եթե ուզում ես հարցերդ լուծես տերտերների հետ պիտի ճանապարհ գտնես հա ինչ որ սիրուհիների միջոցով այդ հարցին լուծում տաս իրանց չակտոս պատխոդ անես որպեսի կարնաս ինչ որ տերտերի հետ հարց լուծես շատ բացասական բանով հա այսինքն մի տեսակ երևի սխալ է ասել ամեն դեպքում ինչ որ մի առանձին հայության բան այդ արևելյան հայաստանցիներն են ամբողջ Վարդան խենթեր է էլի Վարդանը խենթերն են էլ նու գուցե եւ այդպես այդ նույն Սալմանը հա դրսում սովորած այդ պոլսահայության ներկայացուցիչը արևմտյան արդեն հա արևմտյան Հայաստանի որը հետո չգիտեմ այդ մեր գրողները հա Զորհաբ եւ այլն այսինքն հայերի ինտելիգենցիան որը պոլսում էր ապրում ինչ որ մասը Թիֆլիսում պոլսում այսինքն այդ քո ասած այն մարդիկ որոնք այդ գյուղացիական հանրության հետ առանձնապես կապ չունեին գործ չունեին ու պոլսում նստած խոսում ու մտածում էին Հայաստանի մասին եւ այդ արևմտյան Հայաստանի բուն այդ շրջաններում ապրող հայությունը որը որ Իդեմս Խաչոյի հա որը որ այդ քրդերի ու թուրքերի արանքում ճնշված մի զանգված էր իսկն դա էլ է էլի հետաքրքիր այդ երեք տեսակները հայության ու ինչ շատ հետաքրքրեց նաեւ այդ արևելյան Հայաստանի, այսինքն այդ ռուսահայաստանի նույնիսկ մի հատ կներես էլ ես որ ասում ես Խաչոյանից հետ կապված, մեծ sense կտոր կա ասում է այդ պատմումը որ հեսա ամբոստացել են այնտեղ Բալկանները ռուս-թուրքական պատերազմը սկսում եւ ինչ ասում է մենք ինչ պիտի մտածենք պատասխանեց Ծերունի Խաչոն դուք ինքներդ ասում եք թե ռուսները պատերազմելու են քրիստոնյաների ազատության համար Աստված հաջողություն տա նրանք կգան եւ մեզ էլ կազատեն Էսա ընդհանուր նկարագիրը բանի այդ գյուղացիների, որոնք բան են շատ пассив հետևում են իրադարձություններին, եթե Բայազետի գյուղացիների այդ արևմտահայկականության գյուղական բնակավայրերի ընդհանուր խտացված նկարագիրը տամ, ես այս տողը կասեի։ Հա, վերադառնամ նախորդ ասածից, հա, այդ արևելյան Հայաստանը ոնց է ներկայացված գրքում Այսինքն այն Հայաստանը, որը ի վերջո կենթանի մնաց ու վերածնվեց որպես Հայաստանի Հանրապետություն։ Նույն ցեղասպանության ժամանակահատվածում էլ, հա, այդ ինտելիգենցիայի մեջ, նույն ասենք Տերյանը, բանը այդ մտահղացումը կար, որ ամեն դեպքում
Հայաստանը պետք է վերածնվի արևմտյան Հայաստանում, հայտնի նամակը, հա, բանի Տերյանի շատ դոմինանտ միտքը եղավ, որովհետև քաղաքական կուսակցություններն են դերձևավորվել։ Հա, ամբողջ էլիտան, մտավոր էլիտան հայկականության այդ մտայնությունն ուներ, որ արևմտյան Հայաստանում պետք է Հայաստանը վերածնվի, այսինքն արևելյան Հայաստանի մասին առհասարակ չէին մտածում։ Այդ Տերյանի նամակը, որ ասում եմ, այդ հոդվածը, հա, դա հենց դրա մասին է, որ իսկ գուցե մտածեք, որ արևելյան Հայաստանում է հնարավոր Հայաստանը վերածնվի, ինչեք ամենադժվար ճանապարհով գնում ու մտածում, որ դա միայն հնարավոր է արևմտյան Հայաստանում լինի, ու արևելյան Հայաստանը լրիվ անտեսում եք, ու իրականում ճիշտ դուս եկավ այդ մտայնությունը, որ վերջի վերջո այդ արևելյան Հայաստանում հնարավոր եղավ Հայաստանի Հանրապետության վերածնունդը։ Ու Ռաֆի մոտ զգացում է, որ ինքն էլ այդ մտայնության կրող է, որ արևելյան Հայաստանում դա հնարավոր չի, ինքը անընդհատ այդ արևմտյան Հայաստանի մասին է մտածում ու նույն այդ 200 տարի հետոյի երազն էլ, հա, որ նայում ենք այնտեղ են տեղանունները, որ ինքը տալիս է, էլ է Բայազետի գյուղերն է տալիս, հա։ Ալաշկերտն է Բայազետի այդ գյուղերն, այսինքն ինքը մեկը այդ մտայնության կրողն է մնում, որ դա հնարավոր է միայն արևմտյան Հայաստանում վերածնվի ապագա Հայաստանը ու ստեղ էլ է ինքը ամեն դեպքում սխալվում, էլի Ռաֆը սխալների մասին։ Հա, ու հետաքրքիր է թե ինքը ոնց է հակադրվում, ոչ թե հակադրվում, այլ համատության մեջ որ նայում ենք Աբովյանի հետ, հա, որ Աբովյանը այդ Հայաստանը տեսնում էր այս երանգյունու մեջ, հա, այս արևելյան Հայաստանի։ Բնականաբար ինքը ստեղ էր ծնվել, ստեղ էր մեծացել, բայց այս Ռաֆինը Պարսկաստանում է ծնվել, Թիֆլիսում ապրել։ Ահա, բայց այս համատեկանն էլ է, էլի հետաքրքիր թե այդ մտավորականները, գրողները ամեն մեկը ոնց էր տեսնում այդ ապագա Հայաստանը, որտեղ էր տեսնում, ով արդյունքում ճիշտ դուրս եկավ, ով սխալ դուրս եկավ, դա էլ հետաքրքիր համատելու բան է, էլի քաղաքական համատեքստում, որ փորձում ես ուսումնասիրես այս գրական գործերը։ Արևմտյան Հայաստանի բանը քաղաքական բովանդակությունը շատ ուժեղ է, որովհետև մեր բոլոր երեք կուսակցություններն են արևմտահայկական, ընդհանրապես այստեղից էլ Ռաֆին էլ շատ մտավորականներ էլ այդ իրական Հայաստանի փնտրտուքի արդյունքում հանգում էին այդ խիտ հայաբնակ գյուղերի եւ բնակավայրերի վրա, որոնք Օսմանյան կայսրության մեջ էին, այսինքն տեսնում էին, որ պետքա պետություն ստանան այնտեղ, որտեղ շատ են, որտեղ ստեղ այս արևելյան Հայաստանի հատվածում, Ռուսահայաստանի հատվածում, որ Պարսկաստանից էր անցել Ռուսաստանի խառը կազմեր բնակչության, շատ մուսուլմաններ կային, ինչ որ խառը Կովկասում ընդհանրապես ամեն շատ խառներ ու մտածում եմ, որ այնտեղ արդեն պատրաստի կոմպակտ բան կա, բնակավայրեր կան ու այդ հիմքով հնարավոր է Հայաստան ստեղծել, բայց այդտեղ ինչ նախնդիրը, դե պարզ է, եթե քո գաղութարարը Օսմանյան կայսրությունն է, դու հակաթուրքականն է քո քաղաքական գաղափարը, բայց ինչ նախնդիր է, որ երբ որ Հայաստան պետություն ստանում է ռուսական կայսրության հողերի բանի քայքայման արդյունքում ռուսական կայսրության քայքայման արդյունքում եւ իր տարածքում եւ փաստորեն իր գաղութն է որպես գաղութ ազատագրվում։ Այս քաղաքական միտքը հետը գալիս է ստեղ ու ինքը շարունակում է լինել հակաթուրքական։ Այս բանը իներցիան քաղաքական, որը շատ ուժեղ է քաղաքական մտքի վրա, շարունակում է լինել մինչդեռ օրինակ Աբովյանի գրական ավանդույթը դրա հակառակն է, ինքը ոնց որ այդ հիշում ես նախորդի որ խոսում ենք, որ ասում են արուն թափենք ռուսաց արծվի թևի տակին եւ բանանենք զորեղանանք եւ ազատագրվենք նկատի ուներ ոնց որ այս մյուս ավելի բարեկիրթ, ավելի քաղաքակրթված գաղութարարի։ Դե հարմար է, էլի այդ ռուսական կայսերական մտքի համար, որ այդ քաղաքական միտքը այնտեղից համել հեշտ գործի քայնացում։ Հա, իհարկե, այսինքն ինքը քաղաքական միտքը թողում է այդ հակաթուրքականությունը, այսինքն անընդհատ սլաքները ու նետերը ուղղում է դեպի արդեն են գոյիսկական գաղութարարի, այլ գոյություն չունեցողի դեմ է ուղղում ու այդ գիծը տենց գալի հասնում է միջև մեր օրերն էլ երեք մի տենց Facebook-յան գրառում տեսա տենց քաղաքական բլոգեր ասենք ինֆլուենսերներից մեկի տենց բաններ որ ումա պետք է Հայաստանի Հանրապետությունը նույնիսկ ավելի կոպիտ էր հա գրած հայհոյանքով ումա պետք է Հայաստանի Հանրապետությունը որտեղ Շուշին պետք է հայկական չլինի այսինքն այդ նույն բանը հա տենց ոնց որ այդ արևմտահայ քաղաքական մտքի մեջ կա հա այդ արևելի Հայաստանը ոչ մեկի պետք չի դա պետք չի բանը էլի հանգրվանը որտեղից պետքա շարունակենք մեր ուղին դա կանգ առ էլի այսինքն Հայաստանի Հանրապետությունը այդ քաղաքական մտքի համար
դա ընդհանրապես միջոց է հասնելու այդ ավելի մեծ, ազատ, իսկական, հա, այդ մեծ հայքի, մեծ Հայաստանի, հա։ Միացյալ են անվանում այդ խոսույթում Հայաստանը։ Այդ քաղաքական միտքը դերևս բավականին մեծ ազդեցություն ունի մեր հանրության քաղաքական խոսույթի, քաղաքական մտքի վրա, ու որը որ բավականին մեծ ռիսկեր է ծնում այսօրվա Հայաստանի Հանրապետության համար, որտեղ պիտի հասկանանք, որ պետություն ասածը, պետականությունը այդպիսի խնամքի կարիք ունի նաև այդպիսի մտքերից ձերբազատվելու, որտեղ դրանք ռիսկեր են ծնում։ Այդ գրքի արդյունքն ինչի մասին է, հա, այդ նույն Սալմանը, նույն Վարդանը իրանց քաղաքական ծրագիրը արդյունքում fail եղավ, չէ՞։ Այսինքն մարդիկ մտածել են, որ այ ռուսների օգնությամբ կգան կազատագրեն, ստեղ մեծ Հայաստան կստեղծեն, բայց գիրքը ավարտվում է նրանով, որ այդ Տալաշկերտի, այդ Բայազետի ամբողջ հայությունը հայաթափվում է, տենց կիսամեր գալի հասնում են վաղարշապատ Երևան, մի կեսն էլ ստեղ է սովից մահանում Էջմիածնի պատերի տակ, նու բնականաբար ինքն այնտեղ մեղադրում է այդ վաղարշապատերի կրոնական այդ համայնքի եւ այլն, բայց դրանից ոչ մի բան չի փոխվում, էլի, հա, այսինքն արդյունքում իրանց քաղաքական ծրագիրը ֆիասկոյի ենթարկվեց, ոչ այդ դպրոցները հնարավոր եղավ անել, ոչ զենք բարձրացնել հնարավոր եղավ, եւ միակ արդյունքն նրանով ավարտվեց, որ այդ ամբողջ բնակչությունը տեղից արտագաղթեց դեպի Արևելյան Հայաստան։ Հիմա այդ նույն խոսույթը բերել, ներմուծել, դնել այսօրվա պետության հիմքերի տակ ինչի է էլի նման։ Այդ քանի որ վերջին րոպեներն են այսօր շատ քաղաքական ստացվեց, ինչ արած, Ռաֆին էլ է շատ քաղաքական գրել։ Մենք մեղավոր չենք։ Նախ ասենք, որ շատ լավ գիրք է, ես շատ եմ սիրում եմ վեպերը, որոնք են գրքերը, որոնք շատ ուժեղ սյուժե ունեն, հետաքրքիր սյուժե ունեն ու կարողանում են քեզ ներքաշել իր բանի, հիմնական ասելիքի մեջ սյուժեի միջոցով եւ այս վեպը այդ վեպերից է, բայց արի բան անենք, խոսենք իր երազի հատվածից, այդ 200 տարի անցից, 200 տարի անց Ռաֆին այնքան բան է, համարցակ մտքեր ունի, ինչպիսին օրինակ անկախ խորհրդարանական երկիր Հայաստանը բան, բայց այդպես միայն 200 տարվա հեռավորությունից է երազում, որտեղ իր կարճաժամկետ երազանքը իհարկե ռուսական կայսրության մեջ բաններ անցկացնելն էր նաև արևմտյան հատվածը հայաբնակ տարածքների ու դե այնտեղ արդեն մի քանի բան ասեցի, հետաքրքիր կլինի իհարկե նաև իմանալ ինչ ես դու մտածում իր այդ ուտոպիստական երազների մասին, բայց այդտեղ մի հատ շատ հետաքրքիր սիմվոլիկ բան կա, երբ որ ինքը նկարագրում է ներկան, Ալաշկերտը, այսինքն բանից առաջ էլի պաշարումից առաջ Բայազետի օ գյուղը, որտեղ բան է Տանտեր Խաչոնա, այդ անխուսափելիորեն դատապարտվածության, հա, կործանման դատապարտված այդ տարածքը ինքը նկարագրում է ամուր բարձր պարիսպներով պաշարված, որպեսզի բան, հենց այդ մարդու տունը, մեջը ներսում տնտեսություն կա, ջաղած զիթահանք, եսի ինչ, բաներ, անասուններ, մարդիկ եւ այլն, բայց ինքը պարիսպներով, շատ բարձր պարիսպներով պաշտպանված է ու ոնց որ սիմվոլը լինի էլի նաև այդ ժամանակաշրջանի պարիսպները ու երբ որ ինքը հետո ապագան է պատմում ինքը պատմում է որ Խաչոյի տան շուրջը պարիսպներ չկային ծաղիկներ են եւ այլն եւ այս ապագայի զարգացող երկրի աշխարհի սիմվոլը իր համար հարթ ճանապարհներն էին հարթ սրընթաց հայելանման այսինքն տարբեր ածականներով ասում ու ստեղ այդ երկու պարիսպների ու ճանապարհների սիմվոլիկան է ինձ համար հետաքրքիր որտեղ այնտեղ բան է էլ ինքը արդեն քայքայվող կործանման գնացող աշխարհի սիմվոլը Պարիսպը, իսկ զարգացող աշխարհի սիմվոլը ճանապարհներն է նկարագրում, իսկ թվում է այդ նույնպես բան է ժամանակակից խոսույթի հատվածը նաև էլի փակլին է հատվածը մի քիչ ժպտացրեց, երբ որ փորձեցի համատության մեջ դնել ասենք մենք ոնց ենք հա ապագան հիմնականում տենց ինչ որ պատկերացնելուց կամ ինչ որ տիեզերք, չգիտեմ ռոբոտներ եւ այլ կամ ասենք նույն այդ ժամանակածում Ժուլ Վերնին բան որ կարդում ես ինչ որ դիրիժաբլներ, ինքնաթիռներ, սուզանավեր եւ այլն sense բաներ, հա, այդ գրողների մոտ եվրոպական բան, ապագան այդ ինչ ֆուտուրիստական բանով են, հա, գիտա ֆանտաստիկ պատկերացնում ու մեր մոտ ինչա ասֆալտ լինի։ Հա, ասֆալտ լինի
լինի, չգիտեմ ինչ որ բաց ճանապարհներ լինեն, կանայք կրթություն ստանան, սա ինստիտուտ լինի, մի հատ զորամաս լինի Վանում, խորհրդարան լինի, գնան ազգային ժողովում ճառեր ասենք ինչ մեծ շատ իրագործելի երազանքներ ա ունեցել Ռաֆին։ Այդ բանն էլ այդ համատականն էլ ապագայի Նո պատկերացնես բայց ինչ կետից է երազել, որ իր երազանքը երես փոխանական ժողովն է, էլի, եկավ լինի, ոչինչ որ կռվում են, բայց թող լինի։ Ու համատում ես Ժուլ Վերնի բանի հետ, որոնք մտածում էին ինչ որ մոլորակներ գրավելու մասին, ու մենք ինչ էինք մտածում մեր ապագայի մասին, էլի, այդ էլ շատ այնց ինչ որ մեր մասին շատ նկբան է, բնութագրական ցավոտ համեմատական է, էլի, թե երկու ինչ որ ժողովուրդներ ամեն մեկի մտածողները ապագայի մասին ինչ ակնկալիքներ ունեին, հա, այդ ապագայից։ Իրագործելի ակնկալիքներ ուներ ու կարանք ասենք որ այս երազի հատվածը որ կարդում ես, կարանք ասենք որ մեծ մասամբ իրականն է, մի քիչ լոկացիան բանա սխալ է, բայց մեծ մասամբ ինչ որ երազը կհամարցակվեր երազել 200 տարի անց հայ մտավորական 10-րդ դարի կռիվներ կլինեն։ Հա դե ոնց որ կունենաս ազգային ժողով քիչ է, մի հատ կռիվներ կլինեն եւ ոնց որ քո սեփական ազգային ժողով է իր համար բաներ։ Սեփական կռիվներով։ Դե արի ես դրական նոտայի վրա էլ, հա, փորձենք ավարտենք այսօրվա հաղորդումը։ Ու Ռաֆու մասին շատ կարելի է խոսալ, մյուս գրքերն էլ նույնպես էլի մեր քաղաքական ու մտածելակերպի վրա, այդ կոդի վրա մեծ ազդեցություն ունեցող գործեր են, հա, Սամվելը եւ Խաչագողի հիշատակարանը, բայց դա արդեն կմնա հաջորդ անգամներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կհանդիպենք հաջորդ անգամ։